Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մարտի 24-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Տեսնենք մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնայինք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին մարտի 24-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը եւ լավ բան կա եւ վատ բան։ Այստեղ տհաճ պահեր կան ճանապարհին։ Միգուցե պետավտոտեսու չէ կանգնեցնում, միգուցե ինչ որ մի բաներ են։ Ստուգեք, սարքին է մեքենան, նոր հետո տանից դուրս եկեք։ Նաև կողակ վիճել ինչ որ մարկանց հետ, ինչ որ բանի համար, նաև կողակ տուն մաքրել, երկուսն էլ այստեղ հնարավոր է։ Սպասում եք մեկին գումարի մասին խոսեք կամ գումար վճարեք իրեն։ Համենայն դեպս կարծես թե այստեղ խոսում եք, հետո ձեզ են գումար տալու։ Դե եթե ուշ տեղից է գումար եկել, ուրեմն դուք էլ սպասում եք, որ ինչ-որ մեկին վճարեք, գուցե տան վարձեք կամ եւ այլն։ Այդ օրը որոշ գործեր կանեք, կավարտեք, կվերջացնեք, վերջնական որոշում կկայացնեք, կներեք եւ ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը։ Այսքանը ձեզ համար եւ հույսով լցված եք, նայեցեք, հույսով լցված եք կամ հույսնետել եք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի վրա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մարտի 24-ին։ Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերին է վերաբերվում։ Այդ օրը կամ դուք եք նվեր ստանալու կամ ինչ որ մեկին կարող ինչ որ բան նվիրել։ Նա ինչ որ բան է մարդու մոտ տեղի ունենում, որ դա նվեր է։ Դա նաև կարող է լինել քաղցրավենիք, ծաղիկ եւ այլն։
կտատանվեք, ծանրու թեթև կանեք, ինչ-որ հարցեր, որևիցե ինչ-որ բանի հետ կապված, գուցե տատանվում եք, ընտրության առջև եք կանգնած, այստեղ վիճում եք, հետո տխրում եք, կամ այնքան եք տխուր, որ ինչ-որ մեկը եթե ձեզ հետ խոսում է, ոնց որ սկսում եք իր հետ վիճել։ Եվ նաև հանդիպում շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, միգուցե նաև այնպիսի ընկեր է, որ ձեզ ամուսության, սիրո խոստովանություն է անում, այսինքն սիրահարված էր ձեզ, բայց լռում էր, հիմա ասում է ձեզ։ Նաև ոմանք ուղղակի հանդիպելուց իրենց հարազատ մարդկանց, իր ընկերոջ ձեզ ուրախ կզգաք, ձեր սիրտը ուրախ կլինի։ Օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, յուրաքանչյուր քայլ անելուց առաջ լավ մտածեք, երկար մտածեք, հատկապես այնտեղ վեճի հետ կապված, եւ որոշ գործեր այդ օրը կանեք, կավարտեք, կվերջացնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին մարտի 24-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը ինչ-որ բան է ձեզ տխրեցնում կամ ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից կարող հիասթափություն ունենալ։ Ճանապարհ եք գնալու, նաև կարող են ինչ-որ մարդիկ ձեզ մոտ գալ, գործնական հանդիպում ունեք, գործնական խոսակցություն, որից հետո գումար ձեզ կամ կուղարկեն կամ գումար կվճարեն, այդպես կտան ձեզ գումար, ձեր գործերը կանեք, կավարտեք այդ օրը, վերջնականապես ինչ-որ հարցին լուծում կտաք եւ ժամ եք պայմանավորվելու կամ արդեն իսկ պայմանավորված եք, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք։ Նաև դա կարող է լինել մարդիկ ուշ են տուն գալիս կամ այդպես ձեր սպասում եք իրենց, որ գան կամ դուք եք ուշ գնում տուն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակներին։ Հարգելի նապաստակներ, ինչ է սպասվում նապաստակներին մարտի 24-ին։
Հարգելի նապաստակներ, այդ օրը ինչ-որ հարցերին լուծում կտաք, վերջնական որոշում կկայացնեք, կավարտեք, ինչ-որ գործեր, նաև այդ օրը հանդիպում շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, ոչ հնարավորություն կողակ ձեր ձեռքից բաց թողնել, օրը ձեր ձեռքում է, նաև շատ բան ձեզանից է կախված, ունեք սիրային ժամադրություն և դա էլ է ձեզանից կախված, կգնաք արդյոք, թե ոչ, կամ կպայմանավորվեք, թե ոչ, նաև այստեղ պայմանավորվածությունը ձեր հայազատ մարդկանց հետ և էլի օրը ձեր ձեռքում է կախված, թե ինչի համար եք հանդիպում տվյալ մարդկանց, ձեր հարազատներին։ Նաև այստեղ ունենք գործնական հանդիպում, գործնական խոսակցություն, բայց սուտ կա մեջը, ուշադիր եղեք, միգուցե ձեր ժամանակն են օրինակ ուղղակի օգտագործում, այսինքն անընդհատ արժեքներ են հարցնում եւ այլն, բայց մեջը ոչինչ չկա։ Նաև այդ օրը ինչ-որ հարցում հաղթանակած դուրս կգաք, ոչ է մի բան ձեր օգտին ավարտվելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին մարտի 24-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ, նաև գումար կամ կվճարեք կամ ձեզ կվճարեն, չէ, ավելի շուտ գումարի մասին կողակ խոսել ձեզ չէ։ Հեռախոսազանգ ունեք, նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ և ճանապարհ եք գնալու, կամ գուցե ձեր ընկերն է ձեզ մոտ գալիս կամ ինչ-որ մեկը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք օձերի։ Ինչ է սպասվում օձերին մարտի 24-ին։
Հարգելի օձեր, այդ օրը երեխաների հետ կապված ոչ մի բան է, որը որ ձեզ շատ կուրախացնի, սիրտը կլցնի ձեր, միգուցե հղիությունը, ծննդաբերությունը, գուցե երեխաների մոտ է ինչ-որ մի բան տեղի ունենում, դրա համար ուրախանում եք։ Նաև դե շատ սեր կստանաք ձեր երեխաների կողմից։ Եվ ինչ որ մեկի հետ կողեք հանդիպել հստակ ոնց որ բաժանվելու հետ համար, այսինքն իրար հրաժեշտ եք տալիս, ակողամ ինչ որ մեկը գնում է հեռու եւ մեկը մյուսին հրաժեշտ է տալիս։ Եվ նաև հյուր ունեք, կամ դուք կգնաք հյուր։ Ուй, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին մարտի 24-ին։ Հարգելի ձիեր, այդ օրը հանդիպում ունեք ինչ-որ մեկի հետ, նաև ոմանք ունեն ժամադրություն սիրային եւ այստեղ կարող են ինչ-որ տեսնել, հետո սկսել բամբասել, այդ մասին է, որ ինչ-որ մեկի հետ են ձեզ տեսել, խոսքով բամբասանքներ ձեր ժամադրությունից հետո, նաև նախանձ մարդիկ, մի կիսվեք ինչ-որ մարդկանց հետ, որ գնում եք ժամադրության հատկապես այն մարդու հետ, ով որ մենակ միայնակ է կամ ինչ-որ խնդիրներ ունի զույգի հետ կապված։ Նաև այդ օր դա կարող է լինել ձեր հարազատ մարդկանց հետ եք հանդիպում եւ եւս էլի նախանձ մարդիկ կան, որ իբրև ինչքան մոտիկ են իրար։ Անկամ դա էլ է մարդկանց մոտ նախանձ առաջացնում։ Այդ օրը հյուր կունենաք, կամ դուք կգնաք հյուր, գումար կստանաք եւ ոչ թե հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այծերի։ Ինչ է սպասվում այծերին մարտի 24-ին։
Հարգելի այցեր, նաև ոչխարներ է կոչվում։ Այդ օրը յուրաքանչյուր քայլ անելուց առաջ լավ երկար մտածեք, նոր հետո արեք, որովհետև կարող սխալվեր, սխալներ անել, էլի։ Ինչ-որ միտեղ կարող գնալ երկար մնալ, սպասել։ Հանդիպում ունեք այդ օրը ինչ-որ մեկի հետ, նաև հանկարծակի լուր կլսեք, հյուր կունենաք, հյուր կընդունեք, կամ դուք կգնաք հյուր, նաև նամակ կստանաք, ոչ տեղեկատվություն, ինչ-որ մեկից SMS կարող եք ստանալ, փաստաթուղթ նույնպես դրա մեջ է մտնում։ Ուշադրություն դարձրեք նաև այդ օրը ձեր առողջությանը, կամ նաև կարող է նմանատիպ տեղ եք այցելում։ Եվ ուշադիր եղեք վեճ ունեք։ Վեճ, կամ եթե հյուր եք ունենալու, միգուցե տուն եք մաքրում, որպեսզի նամակ եք ստանում, նամակով գրում է, որ ուզում եմ գալ, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին մարտի 24-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը յուրաքանչյուր քայլ անելուց առաջ լավ մտածեք, երկար մտածեք, հետո նոր արեք այդ քայլը։ Նաև ինչ-որ մեկին կարող եք սպասել, այդպես ինչ-որ բան է դանդաղում, ինչ-որ բան է կանգնաթա, դրան եք սպասում, որպեսզի լինի։ Ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու, ինչ-որ բան է ցավ տալու, բայց ցավ տալը չեք տխրում, այնպես որ այստեղ կարող է ինչ-որ մի տեղից մի բան եք լսում։ Նաև այդ օրվա ընթացքում կցանկանաք պարկել, քնել, հանգստանալ, նաև դա կարող է լինել ինտիմ հարաբերություններ ոմանց համար, եւ ունեք գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ակաղաղներին։ Ինչ է սպասվում ակաղաղներին մարտի 24-ին։
Հարգելի ակահաղներ, օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Այստեղ նաև ինչ-որ մի բան ձեր ձեռքից կարող բաց թողնել, դա ևս ձեզանից է կախված։ Բաց կթողնեք, թե ոչ։ Նաև գումար կստանաք այդ օրը, ինչ-որ մի բան է ձեզ երջանկացնելու։ Եվ ինչ-որ բաներ ձեզ տխրեցնելու է։ Միգուցե այդ որ ձեր ձեռքից բան եք բաց թողնում, դա է ձեզ տխրեցնում։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում, կամ ինչ-որ մեկից հիասթափվում եք։ Գնանք շներին։ Ինչ է սպասվում շներին մարտի 24-ին։ Հարգելի շներ, այդ օրը տան հետ կապված ինչ-որ հարցեր կան, որոնք որ կարող եք ավարտել, վերջնականապես լուծել դրանք եւ հեռացնել ձեր կյանքից։ Նաև ժամ եք պայմանավորվելու ինչ-որ մեկի հետ կամ արդեն իսկ պայմանավորվել եք, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք։ Ունեք նաև սիրավեպ, ոմանք կարող են սիրահարվել, ոմանք սիրո խոստովանություն անել կամ ինչ-որ մի բան է տեղի ունենում ձեզ հետ, որ ձեզ հետպես սիրված եք զգում, լավ եք զգում։ Նաև գործնական հանդիպում ունեք, գործնական խոսակցություն եւ հանկարծակի լուր եք լսելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին մարտի 24-ին։ Հարգելի վարազներ, այդ օրը հեռախոսազանգ ունեք, նաև հյուր կգան, բայց այդ հյուրը տհաճ է ձեզ համար, պատրաստ չի հյուրեր ընդունելու,
Նաև կա դուք եք գնում հյուր եւ այնտեղ հա ինչ-որ տհաճ է իրենց վերաբերմունքը ձեր նկատմամբ։ Եվ հույսով լցված եք, հույս նետել եք ինչ-որ մի բանի վրա, այդ օրը նաև օձեր կան, բամբասանք, չար մարդիկ, չար լեզուներ եւ հանկարծակի լուր կլսեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։